Նշված հայտարարությունները կատարվել են առանց համապատասխան միջնորդության, առանց կողմերին լսելու, առանց մրցակցային դատավարության իրավունքը պահպանելու, առանց փաստերի ստուգման նախատեսված դատավարական ընթացակարգի, ինչպես նաև վարույթի առարկայի հետ անմիջական կապ չունեցող հարցերի շրջանակում մեղադրյալի պարոն Վարդան Ղուկասյանի բացակայության պայմաններում։ Ավելին, դատարանը իր դիրքորոշումը հիմնավորել է ոչ թե վարույթի նյութերով, այլ դատարանի գործընկերների կողմից հուշված տեղեկություններով, որոնց դատարանը հղում է կատարել որպես ուշագրավ մանրամասներ, որոնց աղբյուրը իրավական բնույթը եւ ստուգելիությունը կողմերին հայտնի չեն եղել եւ մինչ օրս հայտնի չեն։ Իրավական գնահատականը վերոնշյալ հանգամանքների համակցությունը օբյեկտիվորեն ողջամիտ կասկած է առաջացնում դատավորի անկողմնակալության վերաբերյալ տվյալ վարույթի շրջանակում մասնավորապես պաշտպանական կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի տպավորություն ստեղծելու, պաշտպանական կողմի իրավական կարգավիճակը դատավարական կարգով չլուծելու եւ կողմերի հավասարության եւ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման խաթարման տեսանկյունից։ Սույն միջնորդությունը ուղղված է արդար դատաքննության իրավունքի արտաքին եւ օբյեկտիվ երաշխիքների պահպանմանը, ինչպես նաեւ նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը պահանջը։ Վերագրավի հիման վրա եւ տեղեկապարվելով համապատասխան դրույթներով ազգային օրենսդրության պահանջում է բավարարել սույն միջնորդությունը եւ ընդունել նախագահ դատավոր Լևոն Պետրոսյանի բացարկը, ինքնաբացարկայիններ եւ հեռանալ այս վարույթից, հատկապես, որ դուք նշեցիք, որ ես ձեզ ներկայացրել եմ տարբեր տեսակի միջնորդություններ, նախորդ դատական նիստից անցել է շուրջ 16 օր, ամսի 19-ից հունվարի, եւ այդ միջնորդություններին դուք չեք արձագանքել, ուղղակի այս նիստի ժամանակ միայն հիշատակեցիք, մինչդեռ այդ միջնորդությունները վերաբերում էին մարդու կյանքին, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք չդրսևորելու պահանջին եւ ընդհանուր առմամբ վերաբերելի են պարոն Ղուկասյանի առողջությանը եւ այն պայմաններին, որտեղ պահում են եւ դեռ ավելին, դուք նաեւ հետամուտ չէիք եղել դատական նիստից հետո հոսպիտալացման պահանջը չիրականացնելու պայմաններում պարոն Ղուկասյանին տեղափոխելը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Եթե կողմերը ցանկանում եք, խնդրեմ, ծածկես։ Դատանի չեք տալի։ Տալիս եմ։ Ես պաշտպանները դիքրոշ հայտնելու ցանկություն ունեն։ Այո, պատմաժողովը, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավերել այն հանգամանքի վրա, որ ըստ էության այստեղ ցանկացած հարցի չքննարկենք, ինքը ուղղակի առնչվում է պարոն Ղուկասյանի իրավունքներին, արդարադատության իրավունքին։ Այս առումով ողջամիտ տպավորություն է, որ ձեր Տիկին Կոստանջյանի նկատմամբ նախագահ դատավորի մոտ առկա է անպայրացական կամ բացասական վերաբերմունք, տրամադրվածություն։ Կարևոր չէ, որ նման փաստը 100%-անոց, այլ ողջամիտ ընկալում կա։ Ինչով է սա պայմանավորված։ Սա պայմանավորված այն հանգամանքով, որ ինչպես նախորդ նիստին ես ասեցի, կարելի է ճշգրտել տեղեկատվությունը, այնուհետև հրապարակել եւ գնահատականներ տալ։ Սակայն դատարանը ի սկզբանե կասկածի տակ դրեց Տիկին Կոստանջյանի բարեխղճությունը, ի սկզբանե կատարել ձևակերպումներ, որոնք կարող են արերևույթ տպավորություն թողնել մասնավոր վերաբերմունքի մասին, վատ վերաբերմունքի մասին եւ տրամադրվածության մասին։ Այսինքն անկախ նրանից, թե դատարանը ինչպես է տրամադրված պարոն Ղուկասյանին կամ մյուս պաշտպաններին, կա ողջամիտ տպավորություն, որ նախագահ դատավորը բացասական տրամադրվածություն ունի պարոն Ղուկասյանի ներկայացուցիչներից մեկի, փաստաբաններից մեկի, պաշտպաններից մեկի Տիկին Կոստանջյանի նկատմամբ, ինչը ուղղակիորեն դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով նախատեսված
ինքնաբացակի հիմք է, ըստ որի դատավորը պետք է ինքնաբացակ հայտնի, եթե կանխական վերաբերմունք ունի դատավարության մասնակիցներից որևէ մեկի, այդ թվում փաստաբանի կամ ներկայացուցիչի նկատմամբ։ Ընդ որում ինքնաբացակի հիմքերը դրանք 100% ճշմարտություններ լինելու անհրաժեշտություն չի ներկայացնում օրենքը, այլ ընդամենը օրենքը նշում է ողջամիտ կասկածի առկայությունը, իսկ քանի որ դատավորը պետք է ոչ միայն լինի, այլ նաև երևա կողմնակալ, նախորդ նիստում տեղի ունեցածը անկողմնակալ կներեք, ոչ պետք է լինի նաև երևա անկողմնակալ, նախորդ նիստում տեղի ունեցածը կողմնակալության վերաբերյալ ողջամիտ տպավորություն է։ Հակառակ դեպքում ես նշել եմ եւ կրկնում եմ, դատարանի գնահատականները տեղի կարող են լինել բացառապես այն դեպքում, եւ դատարանը համապատասխան հարցումներ իրականացնել փաստաբանների պալատ, ունենալ բավարար տեղեկատվություն կոնկրետ իրավիճակին, կոնկրետ գնահատական տալու համար։ Դատարանը չուներ այդ տեղեկատվությունը եւ հուշումների արդյունքում գնահատականներ տվեց փաստաբանների կամ կողմերից որևէ մեկի գործունեության բարեխղճության վերաբերյալ։ Ընդ որում պատվարժան դատարան մեր համար խնդրահարույց է այն, թե ի վերջո ով եւ ինչ նպատակով է հուշել նախագահողին, որ Տիկին Պոստանջյանը ինչ-որ դատական ակտով ինչ-որ գործընթացների մեջ է եղել։ Հուշում է ինչու համար է կարևոր պատվարժան դատարան։ Կարող է անգամ ճիշտ բան են հուշում, բայց այստեղ էական նպատակը, արդյոք նպատակը չի եղել պարոն Ղուկասյանին զրկել իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու հնարավորությունից։ Ի վերջո Տիկին Պոստանջյանին որպես պաշտպան ընտրել է պարոն Ղուկասյանը եւ Տիկին Պոստանջյանի ենթադրյալ վարույթից հեռացումը հանգեցնելու է կոնկրետ այդ իրավունքի բացասական առումով իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու իրավունքին։ Եթե այդ հուշման նպատակը եղել է այն, որպեսզի այդ իրավունքի միջամտություն լինի, ապա դա խնդրահարույց է, որի մասին ես արդեն ասել եմ։ Քանի որ մենք ունենք այս ամբողջ ինֆորմացիան, ես կարծում եմ, որ այս ինֆորմացիայի բացակայությունը, ինչպես նաև ինֆորմի շահագրգռված ինֆորմացիայի առկայությունը դատավորի կողմնակալության վերաբերյալ ողջամիտ կասկածներ են ծրել։ Հետևաբար այս առումով միավորում փորձակեր չես Շնորհակալություն, մյուս պաշտպանները։ Արվեժան դատավորության նախորդ ես ներկա չեմ եղել, բայց որոշակի ինֆորմացիա ունեմ, ընդհանուր կարող ասել նամին Խնդրեմ հարգելի Շնորհակալություն, Պաշտպան դատարան։